մենք գիտենք, թե ինչ պետք է անես, որպեսզի ներդրումները օտարերկրյա գան Հայաստան։ Դրա համար պետք է ունենաս առնվազն 4 հենասյուներ։ Առաջինը արտաքին անվտանգության հարցը պետք է լուծած լինես։ Երկրորդը ներքին անվտանգության հարցը պետք է լուծած լինես։ Ներքին անվտանգություն ասելով ես նկատի ունեմ ներհանրային այս իրավիճակը, համերաշխությունը, հանդուրժողականությունը, այսինքն այն միջավայրը, որտեղ որ մարդկային փոխհարաբերությունները լավն են։ Այսինքն առաջին արտաքին անվտանգային, երկրորդը ներքին անվտանգային եւ հանդուրժողականության մթնոլորտ, երրորդը հարկաբյուջետային քաղաքականություն կանխատեսելի, որ պետք է իմանան, որ դու կանխատեսելի երկիր ես եւ ամեն անգամ չես փոխում քո որոշումները եւ օրինակ ռեկվիզիցիայի չես ենթարկում այս կամ այն օտարերկրյա ներդրումը։ Այսօրվա իշխանությունները չունեն որևէ համոզիչ բան, որտեղ իրենք չեն կարող տնտեսական առումով խոսել օրինակ օտարերկրյա ներդրումների պաշտպանության մասին, որտեղ իրենց որոշումները օրինակ ռեկվիզիցիայի են ենթարկել օտարերկրյա ներդրում ունեցող շատ կարևոր էլեկտրացանցերը նկատենք։ Այո։ Իրենք օրինակ փայամասնակցություն են նվեր ստացել մի քանի ընկերություններից բաժնետերերի կամ բաժնետերի փոփոխության կամ բաժնեմասերի որոշակի զամբյուղի փոփոխության համար։ Պղնձամոլիբդենային կոմբինատը այս պղնձամոլիբդենային կոմբինատը, Վիվան, այսպես ասենք, հակաիշխանական դիրքավորում ունեցող, ընդդիմադիր կեցվածք ունեցող քաղաքական ուժերը տնտեսական առումով եւ պետություն կառուցելու առումով անգամներով շատ ավելի համոզիչ են։